Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն սեպտեմբերի 30-ն է ու այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Փաշինյանի հայտարարություններին Թրամփի երթուղու վերաբերյալ, Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների վերաբերյալ, Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, հրապարակ թերթի հրապարակմանը, որտեղ որ հրապարակ անդրադառնում էր Մոլդովայում տեղի ունեցող ընտրություններին կամ տեղի ունեցած ընտրություններին եւ եզրահանգման էր գալիս, որ ընտրություններով Հայաստանում ընդդիմադիրները, այսպես կոչված, չեն կարող հասնել հաղթանակի, այդ մասին կխոսենք, թե ինչ ասում Արայիկ Հարությունյանը։ Էլի կանդրադառնանք մի շարք հետաքրքիր հայտարարությունների, օրինակի համար Մհեր Գրիգորյանը կարելի ասել տեղն է դրել Ադրբեջանի վարչապետին, որ կրկին հիշատակել է գոյություն չունեցող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, շատ կարևոր է, որ այդ հարցին եւս անդրադառնանք, Հայաստանի արտգործնախարարի հանդիպումներին, մի շարք երկրների արտգործնախարարների հետ է նա հանդիպել Լեհաստանում, ինչպես նաեւ Ուկրաինայի արտգործնախարարի եւ վերջում նաեւ անպայման կանդրադառնանք միջազգային կարևոր հարցերի։ Սկսենք Փաշինյանի հայտարարությունից Թրամփի երթուղու վերաբերյալ։ Եվ ինչ ենք հասկանում մենք այդ հայտարարությունից, սիրելի հայրենակիցներ, ու այն, որ այս պահի դրությամբ ամերիկյան կողմի հետ որևիցե կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, թե ինչպես է աշխատելու այդ երթուղին, այսինքն փաստաթուղթը կա ստորագրված, որոշումը կա կայացված, այդ տեխնիկական դետալների մասին է խոսքը, եւ այս պահին տեխնիկական դետալների մասով կա անորոշություն, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այդ ամենը պետք է քննարկել, որից հետո նոր, երբ որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև պայմանավորվածություն կձեռք բերվի, երրորդ երկրները ինչ որ չափով կկարողանան ներգրավել այդ գործընթացում։ Այսինքն նախ պետք է պայմանավորվեն ամերիկյան եւ հայկական կողմերը, կոնկրետ ինչ են անում, ինչպես են անում, հետո արդեն կարող են ինչ որ երրորդ երկրներ ներգրավել այդ որոշմանը հիման վրա, ինչ որ հարցերի շուրջ օգնելու կամ իրենց տեսակետները երևի հնչեցնելու, բայց ավելի շատ օգնելու, քանի որ եթե որոշումը արդեն կայացվում է, այդ կայացված որոշմանը կարող է օգնել կամ խոչընդոտել։ Դե հասկանում եք, խոսքը կոնկրետ Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է։ Փաշինյանը նաեւ անդրադարձել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասելով, որ ինքը վստահ է, որ կրկին իրեն ժողովուրդը մանդատ է տալու իրեն եւ իր կուսակցությանը, քանի որ իրեն առաջ են տանում խաղաղության օրակարգը, իսկ այդ օրակարգը բխում է ժողովրդից, այսինքն ժողովուրդն է այդ օրակարգի հիմնական առաջ տանողը, եթե կարելի է այսպես արտահայտվել։ Եվ ամենակարևորը, ինչու է կարևոր կասեմ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայում խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ ինչպես նաեւ եվրոպական ուղղությունը վճռական շարունակելու համար, այսինքն այդ նախադասության մեջ, այդ շնորհավորանքի այդ մտքի մեջ Փաշինյանը հստակ նշում է, ոչ միայն շնորհավորում է Մայա Սանդուին, այլ նաեւ նշում է այն, որ սա ընտրություններ փաստացի Եվրոպայի օգտին եւ Մոլդովան շարունակելու է վճռականորեն շարժվել դեպի Եվրամիություն։ Ինչքանով սա կնյարդայնացնի Ռուսաստանին կամ չի նյարդայնացնի, սա արդեն մեզ կարծում եմ քիչ է հետաքրքրում ամեն օր եւ դա շատ լավ է։ Հաստատ աննկատ չի անցնի այդ հայտարարությունը, այդ շնորհավորանքը Փաշինյանի, բայց ասեմ ավելին, Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությունը հրապարակ թերթի հրապարակմանը փաստացի իրենք այդ ուժերը, որոնք որ հիմնականում ֆինանսավորվում են ռուսական ուժերի կողմից, տարբեր ուժեր կան, տարբեր թերթեր կան, տարբեր կուսակցություններ կան, ինձանից լավ դուք գիտեք, սիրելի հայրենակիցներ, չարժե ամեն պահ անդրադառնալ այդ ամենին, ուղղակի իրենք հասկացել են, որ ընտրություններով կարող է չկարողանան տանել հաղթանակ։ Եվ դա է ասում այդ հրապարակումը եւ այդ հրապարակմանն է անդրադառնում Արայիկ Հարությունյանը։ Ու փաստացի նա ասում է, որ լավ է, որ ընդունում եք, որ կարող է ընտրություններով դուք չկարողանաք տանել
հաղթանակ եւ ձեր ժամանակն է գնալ թոշակի։ Բայց մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կամ այդ ուժերը, որոնք որ սպասարկում են Ռուսաստանի Դաշնության շահերը, կարող է նաև շատ ագրեսիվ դառնան, հասկանալով, որ ընտրություններում խաղաղ ձևով, օրինական ձևով չկարողանան տանել հաղթանակ, փորձեն դիմել ինչ-որ ագրեսիվ մեթոդների։ Ու կարևոր է, որ այս մասին խոսվում է եւ կարևոր է այդ ամենը կանխել։ Ես էլ համոզված եմ, որ այդ ուժերը ընտրությունների միջոցով չեն կարող հաղթանակ տանել միանշանակ, ինչքան էլ նվազի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, միևնույն է, մեր ժողովուրդ այնքան իմաստուն է, որ այդ ուժերին չի ընտրելու եւ իրենք դա շատ լավ հասկանում են, իրենց հիբրիդային պատերազմի այդ միջոցները մեծ հաշվով շատ մեծ արդյունք չեն տալու ու սկսում են արդեն կամաց իրենց թիմին, իրենց կողմնակիցներին նախապատրաստել այլ սցենարի։ Եվ մենք էլ պետք է շատ ուշադիր գտնվենք, որպեսզի կարողանանք կանխել այդ հակաօրինական, հակապետական սցենարները։ Ինչպես ասեցի, արդեն Վարշավայում շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում։ Արարատ Միրզոյանը բազմաթիվ երկրների արտգործնախարարների է հանդիպել, երեք տեղեկություն ստացանք, որ Լիտվայի արտգործնախարարի հետ է ունեցել կարևոր հանդիպում Արարատ Միրզոյանը, ինչպես նաև Ուկրաինայի։ Հաստատ Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպումը եւս նյարդայնացնում է Ռուսաստանի Դաշնությանը, բայց Հայաստանը սուվերեն անկախ երկիր է, ով որ առաջնորդվում է միայն իր ազգային ու պետական շահերով, սիրելի հայրենակիցներ, եւ Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպումը այս առումով չափազանց կարեւոր էր, ինչպես Ուկրաինայի արտգործնախարարն է անդրադարձել իր գրառման մեջ այդ հանդիպմանը, քննարկել են երկկողմ հարաբերությունները Հայաստանի եւ Ուկրաինայի միջև, հարավային Կովկասին վերաբերվող հարցեր, ես կարծում եմ, որ Ուկրաինան շատ հետաքրքրված է այն ամենով, ինչ տեղի ունենում մեր տարածաշրջանում, աշխարհաքաղաքական հարցեր եւ խաղաղությանը վերաբերվող հարցեր։ Լավ է, որ Հայաստանը ակտիվանում է Ուկրաինայի հետ հարաբերություններում, դա միանշանակ վաղվա օրը մեզ մեծ օգուտներ է բերելու, երբ որ ավարտվի այս պատերազմը։ Հիմա անդրադառնանք երեք տեղի ունեցած ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների նիստին, որին որ Մհեր Գրիգորյանը միացել էր տեսակապով, եւ այդտեղ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կրկին խոսել է գոյություն չունեցող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, այսինքն Թրամփի երթուղին կրկին անվանել են Զանգեզուրի միջանցք։ Եվ Մհեր Գրիգորյանը շատ խիստ ձևով զգուշացրել է, ասելով, որ պետք է խուսափել այդ գոյություն չունեցող տերմինից, քանի որ այդ երթուղին կոչվում է Թրամփի երթուղի։ Հիշում եք 2 օր առաջ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ եւ փաստացի այդ ժամանակ նույնպես Փաշինյանը հակադարձում էր Ալիևին, բացատրելով ամբողջ աշխարհին, թե որքան վտանգավոր է այդ տերմինի օգտագործումը եւ այն ունի տարածքային նկարտումներ, այսինքն այդ արտահայտությունով Ադրբեջանը փաստացի ձևավորում է տարածքային պահանջներ Հայաստանից եւ Հայաստանը շատ ավելի ակտիվ սկսել է հակազդել այդ հայտարարություններին։ Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ սիրելի հայրենակիցներ, եթե դուք հիշում եք, նախքան Փաշինյանի արձագանքները, նախքան Մհեր Գրիգորյանի արձագանքները ես միշտ էլ ասում էի, հատկապես երբ որ հաստատվեց, որ այդ երթուղին դառնալու է Թրամփի երթուղի, արդեն կոնկրետ ասում էի, որ Ադրբեջանը կասեն կրկին Զանգեզուրի միջանցք եւ դա տարածքային պահանջներ է պարունակում իր մեջ այդ հայտարարությունը եւ մենք պետք է շատ կոնկրետ հակազդենք այդ հայտարարություններին եւ հիմա մենք տեսնում ենք, որ վարչապետի եւ փոխվարչապետի մակարդակով Հայաստանը սկսել է կոնկրետ արձագանքել, հակազդել, ուղղել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը չօգտագործի այսպես կոչված Զանգեզուրի միջանցք հասկացողությունը։ Երեք հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում Սերգեյ Կոպերկինը, եւ նա ասել է, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, դա բոլորն են ասում։ Բոլորն են ասում առանց բացառության, հետո նա անդրադարձել է նաեւ Թրամփի երթուղում,
ասելով, որ մինչև ընդհանուր չձևավորվի, թե ինչպես է գործելու, ինչ պայմաններով այդ Թրամփի երթուղին, Ռուսաստանի Դաշնությունը այս պահի դրությամբ կարծիք չի ուզում հայտնել այդ հարցի շուրջ։ Ու Ռուսաստանի դիրքորոշումը կձևավորվի այդ հարցի շուրջ կոնկրետ այն բանից հետո, երբ որ արդեն մանրամասն ստանան տեղեկություններ, թե ինչպիսին է լինելու այդ ճանապարհը եւ այդ ճանապարհի շուրջ պայմանավորվածությունները։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ անցնել միջազգային կարևոր հարցերի քննարկմանը, ինչպես հաղորդում է Reuters-ը, Եվրոմիության երկրները բավականին լուրջ մտահոգություն ունեն ռուսական դրոների հարձակումների պատճառով եւ հիմա մտածում են քարաշերտ ինչ որ պաշտպանական համակարգ ձևավորել։ Մեծ գումարներ են սկսելու հատկացնել այդ ուղղությամբ եւ ծրագրում են կառուցել եվրոպական դրոնային պատ։ Երևի դա նշանակում է այն, որ դրոներով հակազդեն դրոներին, եթե դրոներ մտնեն իրենց տարածք եվրոպական երկրներ, ապա դրոներով փորձեն հակազդել այդ գալող դրոներին։ Դրանից բացի ձևավորելու են դիտարկելու հատուկ կետեր, հնարավոր կարևոր ռազմական օբյեկտները, որով որ հետևելու են արևելքից տեղի ունեցող գործողություններին, Ռուսաստանի Դաշնությանը, եթե ավելի կոնկրետ ու պարզ ասենք, ձևավորելու են հակաօդային պաշտպանության վահան, ինչպես նաև տիեզերական պաշտպանության վահան։ Դե սրանք հիմա խոսքեր են, բայց մենք մոտավորապես պատկերացնում ենք կազմում, որ Եվրոպան այսքան երկար քնից հետո սկսել է ակտիվանալ։ Դե ակտիվությունը ճիշտ ասած 1 տարի է նկատվում է, մենք խոսում ենք Մակրոնի հայտարարություններից 1 տարի արդեն խոսում ենք դրա մասին, ակտիվացել են, բավականին մեծ բյուջե են հատկացնում, բայց երբ որ արդեն սկսեցին բախվել կոնկրետ ԱԹՍ-ների հարձակմանը, ինքնաթիռների կողմից օդային տարածքի խախտումներին, անհայտ նավերի հայտնվելուն իրենց ջրային տարածքներում, դրանից հետո սկսեցին ավելի կոնկրետ մտածել այդ ուղղությամբ։ Դե նաև տեսնում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ սկսել փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի վերաբերյալ, Ռուսաստանի վերաբերյալ, եթե նախկինում ցանկանում էին Ռուսաստանի հետ պայմանավորվել, դուրս քաշել Չինաստանի ազդեցությունից, հիմա արդեն ասում են, որ Ուկրաինան հաղթանակ կտանի։ Հեռահրթիռներ են տրամադրում, կսկսեն տրամադրել եւ թույլ են տալիս արդեն հարվածել Ռուսաստանի խորքը։ Այսինքն պատերազմի ավարտի մասին այս պահին արդեն գրեթե խոսք չկա, մեկ Թրամփը խոսում է դրա մասին, բայց ավելի քիչ, քանի որ հասկանում է, որ գրեթե անհնար է այս պահին դադարեցնել պատերազմը։ Ավելի շատ պետք է մտածել, որ այդ պատերազմը չտեղափոխվի եվրոպական երկրներ։ Դրանից բացի Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածի հակամարտության դադարեցման Թրամփի 20 կետանոց ծրագիրը, բայց Թրամփը խոստովանում է, որ այդ ծրագիրը այս պահի դրությամբ դեռևս Համասը չի ընդունել, աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի Համասը եւս ընդունի այդ ծրագիրը եւ դադարեցվի պատերազմը Գազայում։ Եվ հստակ ակնարկում է Դոնալդ Թրամփը, որ եթե Համասը չընդունի այդ պայմանավորվածությունները, ապա ինքը արդեն ամբողջությամբ կսկսի աջակցել Իսրայելին։ Կարծես մինչև հիմա չէր աջակցում Իսրայելին եւ հիմա նոր է սկսելու աջակցել Իսրայելին։ Բայց բավականին կարևոր եւ հետաքրքիր ջանքեր է գործադրում Թրամփը նաեւ այդ ուղղությամբ, փորձում է ավարտին հասցնել Գազայում պատերազմը, որպեսզի ստանա Նոբելյան մրցանակ եւ ոչ միայն Նոբելյան մրցանակ։ Իմիջիայլոց Ուկրաինայի Ռադան հիմա աշխատելու է այն ուղղությամբ, կարող է նաեւ հատուկ որոշում ընդունի, որպեսզի Թրամփին առաջադրեն Նոբելյան մրցանակի, խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս պայմանությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։